Ես որպեսզի բամբասանքներին չանդրադառնամ, ասեմ թե ինչ է տեղի ունենում հիմա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում։ Ուրեմն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իշխանության գալուց հետո առաջի անգամ պատրաստվում է հերթական ազգային ժողովի ընտրություններին։ Հիշում եք, որ 21 թվականին ունեցել ենք արտահերթ ընտրություններ վարչապետի հրաժարականից հետո, երբ հապճեպ կազմվել է ցուցակ եւ ցուցակը կազմվել է վարչության որոշմամբ, այսինքն վարչությունն է որոշել թե ով պետք է լինի ցուցակում եւ ով որ համարը պետք է լինի ցուցակում։ Այժմ մեր համար նոր իրավիճակ է ստեղծվել կուսակցությունում, երբ մենք հապճեպ չենք որոշելու ցուցակը եւ կուսակցությունը իրեմս վարչության նախագահի տարածել է հայտարարություն, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են առաջադրվել, կարող են առաջադրվել նոյեմբերի 1-ից 30-ը եւ վարչությունը պետք է հաստատի թեկնածուների առաջադրվելը դեկտեմբերի 1-ից 31 ընկած ժամանակահատվածում, որից հետո հաստատված ցուցակը արդեն կդնի քվեարկության ամբողջ կուսակցության մեջ համագումարում, որտեղ 1000-ից ավել կուսակցականներ կքվեարկեն եւ որ թեկնածուն որ շատ ձայն հավաքի կզբաղեցնի առաջի համարը, նրանից պակասը երկրորդ եւ այդպես կձևավորվի քանի հոգի կմասնակցի մոտ 300 կամ 380 հոգի հայտ են ներկայացրել այս պահին։ Մոտավորապես կարծում ենք, որ 300-ից 350 հոգի կլինի թեկնածու եւ պատվիրակները, այսինքն ամբողջ կուսակցության պատվիրակները 1100 մոտավորապես թվով կորոշեն թե ով որ համարը պետք է լինի։ Նաև այս փուլում վարչությունը տեսեք մամուլում պատվերով ըստ իս պատվերով իբրև ստիվ, բայց դա պատվեր էր բացահայտ հրապարակում, որը նաև տարածվեց այլ լրատվական կայքերով, եւ սրա մասին նաև կուսակցությունը բարձրացրել։ Իրականությունը եղել է հետեւյալը, որ կուսակցությունը ինչ հրավիրել է ոնց որ մյուս տեխնացուներին եւ կարճ քննարկման արդյունքում հաջորդ օրից տեղեկացրել են, որ վարչությունը որոշել է մերժել իմ առաջադրումը։ Հիմա այս պահին կներեք, այս պահին ես ունեմ երկու հրապարակին հեսա կանդադառնամ ձեզ, չէ, ոչ միայն այս պատվերին, ես բոլոր պատվերներին կանդադառնամ, ես հիմա չեմ ուզում բանավեճի մտնում, ձեզ կանդադառնամ։ Հիմա ուրեմն ես ունեմ երկու ճանապարհ, առաջին գնալ տուն եւ չլինել հաջորդ ցուցակում եւ երկրորդ բողոքարկել վարչության որոշումը իրացնելով իմ կուսակցականի իրավունքները, քանի որ մեր կուսակցության կանոնադրությամբ բոլորդ գիտեք, որ կուսակցության անդամը իրավունք ունի բողոքարկելու կուսակցության մարմինների որոշումները։ Ես ընտրել եմ երկրորդ ճանապարհը, ես բողոքարկելու եմ վարչության որոշումը, ոչ, խնդրում եմ մի ընդհատեք, դա ընդհակառակը սա անում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ իմ գաղափարագից ընկեր Նիկոլ Փաշինյանի նաեւ համար, կարող է դա բարձր հնչի, բայց ես այդպես եմ ցանկանում արտահայտվել, որովհետեւ ես դեռևս 2006 թվականից եմ ճանաչում Նիկոլ Փաշինյանին եւ տարբեր ակցիաների մասնակցել եմ սկսած 2006 թվականից, երբ 14 տարեկան էի, 2007 թվականի իմպիչմենտի դաշինքի բոլոր երթերին եւ հանրահավաքներին եմ մասնակցել։ Հետո միասին մեր պայքարը շարունակել ենք 2008 թվականին արդեն հայ ազգային կոնգրեսի շրջանակներում, 2014 թվականից եղել եմ քաղաքացիական պայմանագիր հանրային քաղաքական միավորման անդամ, միասին աշխատել ենք եւ գրել ենք առաջին կանոնադրությունը, եղել եմ աշխատանքային խմբում, երբ մենք ձևավորում ենք կուսակցության առաջին կանոնադրությունը, 2015 թվականին եղել եմ քաղաքացիական պայմանագիր կներեք ավարտեմ ձեր հարցերին պատասխանեմ։ Ես 2015 թվականին եղել եմ կուսակցության հիմնադիր անդամ, դրանից հետո 2017 թվականին մասնակցել եմ թե խորհրդարանական, թե հետագայում նաև Երևանի ավականու ընտրություններին, եղել եմ Նիկոլ Փաշինյանի շտաբում, մշտապես նրա կողքին ու ինձ միշտ մշտապես առաջ է մղել այն գաղափարը, որ մենք պետք է պայքարենք մեր ժողովրդի շահերը պաշտպանելու համար, երկրում հավասարություն եւ իրավահավասարություն եւ արդարություն հաստատելու համար։ Հիմա եկել եմ, հիմա որ միասին խոսում եք, ես չեմ կարող ելույթ ունել։ Կլինի ես խոսամ, ձեր հարցին պատասխանեմ, որովհետեւ ձեր հարցերի պատասխանները ես հիմա կարող եմ հնչեցնել կամ կարող եմ ասել բաներ, որից հետո նոր հարցեր ծնվեն։ Հիմա ես զբաղվել եմ օրենսդրական գործունեությամբ վերջին 6 տարիների ընթացքում։ Հիմա պետք է ըստ իս, նաև ըստ վարչության որոշման,
կուսակցության համագումարը պետք է որոշի, թե ով որ համարը պետք է լինի ցուցակում։ Ես ցանկանում եմ, որպեսզի վարչությունը ինձ հնարավորություն տա, որպեսզի ես առաջադրվեմ, ոչ թե ֆիքսվի իմ տեղը կենտրական ցուցակում, այլ ես հնարավորություն ունենամ ներկայացվելու կուսակցության անդամներին եւ կուսակցության անդամները որոշեն։ Ես կլինեմ անցողիկ տեղում, օրինակ միջև 50 կամ 70